Ողջույն բարեկամներ, կարծես թե սպանությունների մասին լուրերը առօրյա մեր եթերներում դառնում են սովորական, որը ինձ դուր չի գալիս։ Սովորաբար ինչ ենք տեսնում մենք, ՔՊ-ականներն են հարձակվել, ՔՊ-ականներն են սպանում, այս անգամ սպանել են ՔՊ-ականին։ Ինչի համար։ Հարձակվել են 30-ամյա մի տղամարդու վրա, խմբակային ծեծի ենթարկել, որն էլ պաշտպանվելով կրակել է, որից մահացել է ՔՊ-ական բլոգեր, ասել է թե ՔՊ-ական քարոզիչ։ Թվում է թե առաջին հայացքից ես պետք է առնվազն ասեի, տեղն է իրան հասնում է ՔՊ-ականը, բա իհարկե սենց էլ պետքա լիներ, բայց չէ, ոնց որ թե դա չի գալի մտքից ոչ մի ձև։ Ես չեմ կարծում, թե 30-ամյա տղամարդն է սպանել սրան, անձնիվ խոսք։ Տեխնիկապես այո, ինքն է սպանում։ Բայց դուք պատկերացրեք ինչ է տեղի ունենում։ Ամենօրվա ռեժիմով, ամբողջ հանրապետությունով մեկ։ ՔՊ-ականները ծեծում են ոստիկաններ, անպատիժ, քաղաքացիներ, անպատիժ, խնդիր չունեն, ոչ մի խնդիր չունեն, ՔՊ-ականների հայրերը և բառիկ են, և միլիցիա են ծեծում, և պոգում են այս, ասենք, ուսադիրները, իրանք էլի պրոբլեմ չունեն, հիմա հարց է առաջանում, այս տղերքը, որ հարձակվեցին այդ 30-ամյա տղու վրա, ծեծելու նպատակով, Դավթաշենում, իրանք մտածում են, որ այս տղու ձեռքը կարող է ինքնաձիգ լինի, որ իրանց կրակի, իրանք էլ մահան։ Բնականաբար ոչ։ Այս անպատժելիության զգացումը, որ ՔՊ-ում կա եւ ընդհանրապես իշխանության կողքը կանգնածների մոտ կա, ես կարծում հենց դա էլ սպանեց այս երիտասարդին։ Այս երիտասարդին չի սպանել մեկը, որը պաշտպանվել է։ Ճիշտ է արել, որ նա պաշտպանվել է։ Դա է կանոնը։ Իսկ ինչու է ինքը պաշտպանվել, որովհետեւ գիտեք, խելամիտ չի ծեծ ուտել ու հետո գնալ հաջորդ օրը դատարան, որովհետև գիտես նախորդ փորձերով արդեն եղբայր, եթե ոստիկանին են ծեծում, ինքը գնում է դատարան ու պարզվում է ինքը մեղավոր է, ծեծուտողը։ Եթե իրանք ուղղակի խփում են, սպանում են առանց հետևանքների, քո դատարան գնալը ծեծ ուտելուց հետո ինչ իմաստ ունի։ Կարող ես պաշտպանվել, պետք է պաշտպանվես այստեղում։ Այն ինչ որ եղավ։ Դրա համար եմ ասում, այդ 30 տարեկան տղան, որը պաշտպանվելով սպանել է սանձից մեկին, իրականում ինքը չի սպանել։ Իրականում սպանել են բոլոր այն դատավորներն ու դատախազները, քննիչները, վերաքննիչները, բոլորը, ովքեր բերել են այն վիճակի, որ ցանկացած մարդ հասկանում է մի բան. կարող ես պաշտպանվել։ Պիտի պաշտպանվես։ Չէ, քեզ կսպանեն կամ ծեծելուց հետո էլ դու մեղավոր դուրս կգաս։ Վերածել են երկիրը ջունգլիների։ Նույնիսկ եմ կրկնում, նույնիսկ այդ սպանված երիտասարդը, եթե ՔՊ-ական էր, եթե ՔՊ գովազդ էր անում, տրամաբանական է, որ ես պետք է ասեի, հասնում է, չէ, իրան։ Բայց ես մտածում եմ, հայ երիտասարդը զոհվել։ Ու զոհվել է ինչի համար։ Որովհետև ինքը հավատացել է իր անպատժելիության վրա, ինչա այսօր ինքը, ասենք, իշխանության կողքն է կանգնած։ Սա երևի պետք է բավական սիգնալ լինի բոլորի համար, որ հասկանան, լսեք, գիտեք, ձեր գլուխը պողպատից չի, ոչ է տիտանից է, ատրճանակի փամփուշտը ծակում է, կպատկերացնեիք, որ ձեզ վրա կարող է կրակեին, ես ասել եմ, չէ, մի օր դա լինելու է, ես ուղղակի ուշ էի սպասում, բայց դա չի նշանակում, որ միջև այդ չի լինելու, դա չի նշանակում առավել ևս, որ դրանից հետո չի լինելու, դուք հասկանում եք, դուք քայլող արդեն թիրախ եք, պարզվեց, ես կարելի է սպանել, ինքնապաշտպանվելու համար, որ ես գտնում եմ լրիվ արդարացված։ Բա դուք ինչ եք ուզում տղեկ։ Էս ինչ եք վերածել այս երկիրը։ Դուք ուղղակի վերածել եք անես մի միջավայրի, որտեղ ձեզ են սպանում արդեն։ Դուք եք սահմանել այս խաղի կանոնները։ Որովհետև երկրի ղեկավարն ասում է, օրենք չկա։ Ես եմ օրենքը, ես էլ ասում ում ինչ ուզում եք արեք, փաստորեն։ Ու ես ասեմ, այն երկրի ղեկավարները որ տենց են ասում, իրանք երկրի ղեկավար չեն, իրանք ամենամեծ ավազակներն են։ Ամենամեծ ավազակները, ես այսօր կարդում էի, բոլոր երևի տեսել եք, հա, երեք հրացանակիրները։ Մեր ժամանակի ամենասիրուն ֆիլմերից էր։ Բոլորը հիշում եք երևի Դ'Արտանյանին, կարդինալին, թագավորին, Լուի 13-ին։ Դուք գիտեք, որ այդ կարդինալն այդ ժամանակ
Ինչքան էլ այդտեղ վատ է ինքը ներկայացված, այդ կարդինալն է այդ ժամանակ ստանալով թագավորի վստահությունը, աչքել են դուելները։ Գիտեք ինչի։ Մի պարզ հիմնավորումով, որ եթե երկրում կա դուել եւ մարդիկ իրենց արդարադատությունը որոշում են իրենք, նշանակում է այդ երկրում օրենք չկա, նշանակում է այդ երկրում թագավոր գոյություն չունի, նշանակում է այդ երկրում թագավորը մեխի գլուխ է։ Ինքը կարողանում է դադարեցնի դուելները, այսինքն ավելին, հələ մի հատ բան են ազնվական են մասսայական դատում, որ մնացած հասկանան, չի կարելի, վերջ, դուելները վերջացավ։ Օրենք կա եւ թագավորն է որոշում։ Իսկ այսօրվա այս խամաճիկը ինքն ասում է չէ, ես թագավոր չեմ, ես ծաղրածու եմ։ Ես ասում եմ, ով ինչ ուզում է կարանի, օրենք չկա։ Դուք կարող եք որոշել ում ծեծել, ում չծեծել։ Եթե դուք ծեծում եք, կարող է ինքն էլ որոշի ում սպանել, ում չսպանել։ Ամեն դեպքում ինքը թագավոր չի, ինքը ծաղրածու է։ Դուք հասկանում եք ինչ է նշանակ, ոնց է հիմա տարբերությունը, սենց ակնհայտ երևում, ծաղրածու եւ թագավորի։ Հա? Թագավորն ասում է ես եմ որոշողը։ Նիկոլաս մեզ օրենքն է, բայց դուք եք որոշողը։ Ես եմ ասի չէ, բայց դուք եք որոշողը, կարաք ծեծեք, կարաք չծեծեք, կարաք սպանեք, ինչ խնդիր կա։ Բայց Բաճի որ ձեզ կարող է սպանել։ Իսկ դա տենց լինում է տղեր։ Լինում է, երբ որ չի աշխատում օրենքը, այնտեղ աշխատում է ինքնադատաստանը։ Ուղղակի ձեր բախտը չի բերել, որ միջև հիմա ձեր ծեծերը մնացել են անպատիժ։ Այ եթե ծեծելուց հետո, ասենք մի ոստիկան, հա, դուք ոստիկաններին որ համայնքում էր, որ թաղապետի, չէ, համայնքի պետի աղբերը շրջապատով, համայնքի պետի հորետ եւ այլն։ Այդ ոստիկանին որ ծեծել են, գույքը վնասել է, այդ ոստիկանը իր ծառայությունները կատարելու ժամանակ իր մոտիկ կծված զենքով այդ 5 հոգուն էլ գնդակահարեր կամ 5 հոգուց մեկին էլ գնդակահարեր, որպես ինքնապաշտպանություն, որի իրավունքը ինքը ուներ։ Այսօրվա այս բլոգերին չէին սպանի։ Այսինքն այսօրվա բլոգերին կհասկանար, ինչ է նշանակում 5 հոգով հասնել մեկին ծեծել գիշերվա 12-ին։ Կարող է չի կարելի։ Կարող է մեզ են սպանել։ Բայց որ միջև նախադեպը չի եղել, սուսպուս սպանվել են, սուսպուս ծեծ են կերել։ Ինքը ինչ իմանաց, որ չի կարելի դա անել։ Բարոյականություն չկա, օրենք չկա, ինքնադատաստան, ինչ ուզում եք արեք, հա։ Դա լինում է այն ժամանակ, երբ որ երկրի գլխին լինում է ծաղրածու։ Ցած սուսիչ է։ Ու զգուշ եղեք, բրեք։ Զգուշ եղեք։ Որտեղ շատ մարդ ձեռածենք կա։ Որտեղ ձեզանից առաջել են եղել կառավարություններ։ Ձեզանից միջև դուք կդառնայիք ինչ որ մի ոչնչություն, չնայած դուք այդպես մարդել չեք դառը։ Գիտեք, Հայաստանը գոյություն ունեցել, Հայաստանում ապրել են ինքնասիրություն ունեցող մարդիկ, որոնք նաև զենք կրելու իրավունք ունեն։ Եվ դուք կարող եք մի օր պատահական հենց ռաստ գաք այդպես մեկին, ոնց որ այսօր դուք ռաստ եք եկել։ Դե շարունակեք նույն ձևի ապրել։ Մյուս սպանությունը, որ մեզ փորձում են փաթաթել ականջներից, դուք ստել եք եկել։ Անմեղսունակ է ծափաթաղում սեփական որդուն սպանած Արմեն Օվանեսովը։ Կիրակի մահացած հայտնաբերված 3 տարեկան Տիգրանին սպանելու կասկածանքով 2 ամսով կալանավորվել է հայրը։ Գյուղացիներն ասում են, առանձնապես շփում չի եղել նրա հետ, նրան ճանաչում են որպես մտավոր հետամնաց, բայց որ որդուն սպաներ, խեղտամահ աներ, անհավատալի է։ Շատ դաժան բան, այդ շատ դաժան է, բայց չեմ հավատում այդ տղուց։ Ինչպես է հայրը մահացած երեխայի մարմինը տեղից տեղ տեղափոխել, երբ փոքրիկ տղային 6 օր փնտրում էին 500 մարդ, ոստիկաններ, փրկարարներ ու կամավորներ, փնտրում էին նաև դրոնով։ Երբ է տարել դրենդի։ Այդ ոնց կլինի այդքան միլիցիաների մեջ, այդքան ժողովրդի մեջով գնաց հասավ ընդ։ Չեմ հավատում, էլի այդ տղեն այդ ջիվանդային խնդիրներ ունի, բայց այդ ձև չի, էլի որ ասենք երախուն տանա ցանդե, երբ տարավ, այդ ոնց էլա։ Հարցերը տանջում են ծափաթաղցիներին, հատկապես երբ լսում են, որ հանցավորության վարկածն ի սկզբանե դիտարկվել է, երկուշաբթի ներքին գործերի նախարարն էր պնդել։ Այս վարկածը ի թիվս այլնի առաջին իսկ օրվանից եղել է մեր ուսումնասիրության շրջանակում։ Հենց անասուն լսեք, եկել է արտահայտության ասում, հենց առաջին օրվանից։ Առաջին օրվանից փաստորեն սա որպես վարկած եղել է։ Առաջին օրվանից կասկածյալ է եղել։ 500 հոգի ման են եկել, այսօր մեզ համոզում են,
որ առաջին օրվանից կասկածյալը կարողացել է 5 անգամ այդ 5 օրվա մեջ 6 օրվա մեջ դիակը տեղափոխի։ Երբ որ դիակին մանեն եկել դրոններով, ինչ հնարավոր է, շներով, դրոններով, ոչ մի անգամ չեն տեսել։ Բայց չնայած առաջին օրվանից կասկածյալը է։ Ամենավիրավորականը գիտեք որն է։ Ոստանք մտածում են ինչ ուզեն կարող են խոսել։ Եվ չի լինելու մի բանական մարդ, որ այդ հարցերը իր մոտ առաջանա։ Այս դեմքով երկիր ղեկավարները ծաղրացումներ են, մի ամբողջ ժողով դրել են կատարյալ ապուշների տեղ։ Ինչ ուզում, երբ ուզում խոսում են։ Փաստորեն 3 տարեկան երեխային սպանելու համար կասկածվողը 6 օր իրավապահների քթի տակ երեխայի մարմինը անընդհատ տեղափոխել է ու մնացել աննկատ։ Հանցագործության համար ում էին կասկածում ոստիկանները եւ արդյոք հայրը իրավապահների դիտարկման տակ չի եղել։ Տիգրանի որոնումներին մասնակցած կամավոր Սվետլանա Լևոչկինան մեծ հետ զրույցում սկանդալային հայտարարություն էր արել։ Ասում է իր տեղեկություններով Տիգրանը ոչ թե 6 օր առաջ է մահացել, այլ 2-3 օր առաջ։ Насколько я знаю, ребенка, которого нашли, он умер 2-3 дня назад. Որքան ես գիտեմ, երեխան, որին գտել են, մահացել է 2-3 օր առաջ։ Այսինքն այս ամբողջ ընթացքում երեխան ողջ է եղել։ Նրան հավանաբար ինչ-որտեղ թաքցրել են։ Եթե դա այդպես է, ապա դա զայրույթի պահին է եղել ու երևի տանն է եղել, որովհետև այլ տրամաբանություն չկա։ Ոչ դատաքննչական բան կա, դատաբժշկական եզրակացություն կա, ոչ մի բան չկա։ Չկա։ Եթե ինքը ճիշտ է ասում, նշանակում է երեխուն գողացել են, պահել են, հետո միտեղ գտել են սպանված, մահացած։ Հələ ոչ մեկ չգիտենք այդ օրը այդ երեխուն ինչից է ինքը մահացել, կոնկրետ, օրգանները բոլորը տեղում են, դե տեղում չեն։ Ցանկացած պարագայում, եթե ներքին գործերի նախարարն ասում է 6 օր մենք կասկածել ենք ծնողի վրա եւ հիմա պնդում են որ հայրն է խեղդել, նշանակում է կամ իրենք իրոք գիտեն ով ա եւ դա բարդում են հոր վրա, կամ իրենք կատարյալ, չասեմ, բառ չկա ասելու, ժողովուրդ, ես չեմ կարող արդեն։ Ես ինքս սկսում եմ դադարել ինձ հարգել այդ բառերն օգտագործելուց, բայց իրենք դրանից են։ Ու մեզ էլ այտենց բանի տեղ են դրել։ Սա մյուս թյուրիմացությունն է, որ Ալիևի հայտարարության մասին, որ սևան տես բան գոյություն չունեցել, դա իրենց թուրքերն անուն ունի, ինքը ինչ է հայտարարում։ Ոչինչ։ Բայց նկատում եմ, որ օգոստոսի 8-ից այսկոմ Թրամփի հետ ստորագրված այդ թղթից հետո ինքը նշում է, որ Ալիևի խոսքերը մեղմվել է, գիտեք։ Սա Հայաստանի պաշտպանության նախարարն է։ Սա դեմքինն է, սա Հայաստանի պաշտպանության նախարարն է, որ ասելիք չունի, ընդհակառակը։ Եթե մի կողմ 8-ից հետո իր տոնը մեղմվել է, բախտդ բերել է, հա, ոնց որ քեզ չի ուզում է սատկացնի։ Ուսուցչուի։ Ոչ իմանալ։ Ստե ամենաահավորը գիտեք որն է։ Այս իշխանության էս ովքեր կան այս վիժվածքները Փաշինյան Նիկոլի կողքերը Արարատից սկսած մինչև Ռուբեն Ռուբինյան։ Դրանք բոլորը մեծ մասը դրանց պատմական կրթությունն է։ Կրթությունը դրանց պատմական է։ Հա, գիտեք, ցեղասպանության ինստիտուտում են աշխատել, թեզեր են ինչ որ պաշտպանել։ Դրանք պատմության ոլորտից են։ Ու ոչ մեկ Ալիևին չի ասում։ Ալիև։ Այ ողորմելի։ Այդ Բաքուն դուք նույնիսկ Բաքվում չեք եղել։ Այդ Բաքվում որ դու նստած ես, միջև թուրքերը 20 թվին գդավեին, դա հայրն էին պահում այդ քաղաքը։ Ոչ միայն Ադրբեջան չի եղել, նույնիսկ այդ Բաքվում ադրբեջանցի չի եղել որպես մեծամասնություն։ Թուրքերի բանը մուտքը տեղ կանխել են հայերը, եւ դաշնակները եւ բոլշևիկները միասին։ Բաքվի 26 կոմիսարների հետ միասին։ Այսինքն Բաքուն նույնիսկ ադրբեջանական չի եղել, որտեղ մի պարզ պատճառով Ադրբեջան չի եղել։ Հələ թաթարները միացել էին թուրքերին, մուսաֆաթականները, բայց էլի չկարողացան, հայերը ջարդեցին, հետ ուղարկեցին։ Միջև անգլիացիներն եկան։ Ու ոչ մեկ էս բաները չի ասում։
Ոչ մեկ։ Հələ մի բանը շեշտում է։ Գիտեք, հատ ինչ որ միտես մի բան կա, բայց մեղմացել է, պետք է շնորհակալ լինենք։ Էլ մեզ չի հայոյում։ Մենակ ասում է դուք ուղղակի հիվանդ կենդանիներ եք։ Ճիշտ ասում երևի, էլի։ Բա սրանց հետ շփվես ու չասես հիվանդ, ոնց կլինի։ Արդար չի լինի, էլի։ Կամ էս հիվանդի հետ։ Ասում է խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ԵՄ դիտորդական առաքելություն ձևաչափային փոփոխություններ կարող են լինել։ Սրա երազանքը դա է։ Սրա երազանքը նենց դա է։ Որովհետև այն հանգամանքը, որ Ալիևը չի կարողանում գա հասնի Երևան, դեռ Սևան չէ, Երևան։ Դա ուսուցչու ինչի, այն որփու անտերը, սա չի։ ԵՄ դիտորդներն են խանգարում։ Սրանք ամեն ձև Սրանք Ալիևներով, Փաշինյանն մեջ է, ամեն ձև ուզում են ազատվեն Եվրոդիտորդներից ու խաղաղության համաձայնագիրից են խոսում սրանք։ Չի լինելու այդ խաղաղության համաձայնագիրը, դու էլ ոչ մի բան չես կարողանալու ստորագրես, բիժվածք։ Հայ ժողովուրդը կարող միամիտ է, կարող ինքը լավագույն դրսևորումներով ասո չի դրսևորվում, բայց ինքը հասկանում է ինչ-ինչոց է։ Ոչ մեկ չի մոռացել ով ես դու, ոչ մեկ, այսինքն ոչ մեկ որ ասում եմ գիտակից եւ բարոյական մասերն նկատում եմ, որովհետեւ որպեսի հասկանան սա ով է, ընդամենը կես հատիկ բարոյականություն է պետք ունենալ եւ ինտելեկտ, կես հատիկ, ինչպես վստահ եմ, հայ ժողովրդի մեջ այդ կես հատիկ չի, մի քիչ ավելի շատ է։ Հաշուշտ կան էս որակիներ, որ էլ չեն հասկացել այդ գործում։ Ու սա հələ մտադիր է, հələ մի հատ էլ պայմանագիր կնքել, մի հատ էլ Եվրոդիտորդներին ուղարկել ստեղից, որ Ալիևը արդեն առանց մտածելու, քայլելով գա հասնի Երևան։ Քայլելով, իրան ուրիշ բաներ պետք չի։ Սա էլ ադրբեջանական մամուլ է, կարծացեք։ Որտեղ նշում են, որ հայերի վերադարձը Արցախ, դա վտանգավոր է խաղաղության համար։ Տակներ գրում են, Պաշիկ, նաշ չելավեք։ Պաշիկը մեր անասունն է, տենց էլ գրում են։ Եթե իրանցն է, իրանց սև կամ սպիտակ ոչխարներից է, էլի։ Ինչպես եւ նաեւ իրան հավատացող եւ իրան աջակցող մնացածները Հայաստանում։ Դրանք էլ նույն կատեգորիայի մեջ են մտնում, ոչ մի տարբերություն չկա։ Մասայնայք, այսօր արդեն հայտարարություն է տարածել, որ ջուռա, հացահատիկը, որը բեռնված էր, գնացները, որը բեռնված է հացահատիկով, Ադրբեջանի տարածքով հասել է Հայաստան, դալալիկ։ Պատկերացնեք, Ղազախստանից։ Երկու հարց պետք է տամ ստեպես, երկու։ Ինչի Ղազախստանից։ Իսկ ով ասել, որ Ղազախստանը հացահատիկ ունի։ Այսօր նավթ ու բենզին չի։ Ղազախստանը Ռուսաստանից է գնում հացահատիկ։ Մեկ։ Երկրորդը, որ մեղրի գնացք է, երկաթ գիծը չի աշխատում։ Իսկ ո՞նտեղից է եկել հասել։ Ինչ է եկել հասել։ Դուք լուրջ մտածում եք Հայաստանում լրիվ ԿՊ-ական է։ Լրիվ այն աստիճանի ԿՊ-ական է, որ մտածեն բանը քահանային կարգալուծանելու համար 2 ամիս պետքա բան տան, նախորդ տեղեկացնեն, կարգալուծանելու համար։ Դուք լուրջ մտածում եք բոլոր լուսապարկերը։ Եթե երկաթ գիծը չի աշխատում, Ղազախստանում էլ հացահատիկ չի աճում։ Ես ինչ կապիկություն եք անում, որ գործ եք արել, որ միջանցք եք բացել, որ ինչ որ պրոցեսների մեջ եք, հա։ Դրա համար էլ գնահատականի խոսք է ուզում ասի, կրկին ուզում է գնահատականի խոսք տա Գոբի Ադրբեջանի նախագահի հասցեին, որ ինքը շատ կառուցողական է։ Մեր համար լրիվ անակնկալ, մեզ ասեց արեք, Ղազախստանից մի հատ ցորեն տարեք ձեր մոտ։ Այդ ինչա մեջը, ոնց է նույնիսկ ասում, նույնիսկ տեխնիկապես չի կարող գալ։ Գովում է։ Հայաստանը շատ ծանր շրջաններ է ապրել, շատ։ Ցեղասպանությունից բացի քաղաքական մեծ կոլապսների մեջ են եղել։ Բայց հայը երբեք չի երազել թրքանալու մասին։ Դու ինչքան ուզում ես Ալիևի
Գովա, դու ինչքան Ալիևին գովում ես, ժողովուրդը այնքան սա ավելի ռեալ է համարում, որտեղ Ալիևը իր համար սա է։ Դու ում գովում ես, ժողովուրդը միանգամից ասում է քո հետ։ Ասում եմ ճիշտ է։ Ոնց դու Թալիատ Փաշային գովես։ Մեր զինվորներին կենթանի մորթացներին դու գովում ես։ Մեր զինվորներին իր մոտ կենթանի պատանդ մահողներին, տանջամահողներին դու գովում ես։ Ժողովուրդը ինչ մտածի, ով ես դու։ Դու ես։ Դե նույնպես եմ կրկնում, սա հասկանալու պատկերացնելու համար շատ բան պետք չի։ Սևանը Ադրբեջանի համար տարածաշրջանի կարևորագույն ջրային ռեսուրս է։ Բաքվի ռազմավարական հաշվարկներում այդպես էլ նշում են իրենք։ Ողջույն, այս ամբողջ պատերազմը, Արցախի պատերազմը, մեծ հաշվով տարածքից բացի հենց ջրի համար էր։ Ջրի ամբողջ քարվաճառի աղբյուրները գնաց հիմա իրանց, որը իրանք չկարողացան գրավեին, որ այս տականքը ստորագրությունով էլ հենց անձնեց։ Առանց որի Ադրբեջանը անապատանում էր եւ դրա հաշվարկներ կա, դրան փաստեր կա։ Հիմա էլ չի ինքը վերականգնվում։ Անես չի որ դա երիկ է, բայց իրենց Սևանն է պետք, որտեղ դա քիչ է Ադրբեջանի համար։ Դա քիչ է Ադրբեջանի համար։ Ու իրանք պարզ ասում են, որ մեզ Սևանն է պետք։ Այս պատերազմները ջրի համար է, որտեղ աշխարհը ապագան նավթին է չի, ջրինն է։ Ու ջուրը որտեղ է։ Հայկական լեռնաշարում, Հայաստանում։ Պարզ ասում են իրենք ինչա պետք, ինչ են ուզում, պարզ ցուցադրում են իրենց ով ակնում այդ հարցերում, սրանք են խնդիր չունեն դրա հետ ոնց որ։ Դե մենք գիտենք, որ խնդիր չունեն, հակառակ ամեն գնով օգնում են։ Հիշում եք ես նկարները որ տեսա, մեծ շինարարությունը մասշտաբները, մի անգամից ասեցի գնայ կապի ջան, էսի մեկ օրվա մի ամսա սարքած շինություններ չեն սրանք։ Սա հենց այն միջանցն է, որի մասին խոսքը գնում է։ Նախապատրաստական եկել ասել են միջև Զանգեզուր։ Պարզում է այս ամբողջը սկսվել է դեռ հոկտեմբերից, ներողություն, 21 թվականից։ 21 թվականից արդեն պայմանավորվածություններ եղան եւ սկսել են իրենց շինարարությունը։ 21 թվականից։ Այսինքն մեր կողմից պաուզա են տվել, այդ նոյեմբերի 10-ի հաղթանակից հայտարարությունից հետո կազդուրվել ու սկսել են շինարարությունը, իմանալով հանդերձ որտեղ են վերջացնելու, ոնց են վերջացնելու։ Ես ուզում եմ տեղեկացնեմ, նախ Ժողովուրդ ջան, կներեք, որ 1 ժամ ուշացումով է սկսում հաղորդումները, որովհետև ժամային գոտի փոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ես եկել ասեցի, բայց հաղորդման վերջում երևի մարդիկան չեն նայել մինչև վերջ։ Դրա համար այսօր էլ լինելու է առավոտ ժամը 9-ի։ Ամեն օր Երևանում։ Սա դրա համար է ասում։ Իսկ մյուսը, որ ուզում ասեմ, ես գիտեմ, որ դες մեկ սրա աջակիցներին, սրա քարոզիչներին, ուղղակի ուղիղ ասում եմ իրենց ինչ է ներկայացնում, իմ համար ծանր է դա ասելը, նույնիսկ այն բառերը, որոնց իրենց արժանի է դա ամենամինիմում եղանակն է, բայց ես ուզում եմ ասել, հասկանալով, որ դա կարող այդքան էլ եթերային չի, ես շարունակելու եմ ասել։ Ես ուրիշ ձև իրանց կանգնացնելու չունեմ։ Ես չեմ կարող հայոյել, իմ ունկնդրին ես հարգում եմ, ես չեմ կարող դա ինձ թույլ տա, բայց դա չի նշանակում, որ ես չեմ ուզում անեմ։ Այսինքն իրանք արժանի են ցանկացած մարդ, ով կանգնած է Փաշինյան Նիկոլի կողքը, ով խոսում է Փաշինյան Նիկոլի կողքին, ինքը սպասարկում է Ալիևի շահերը։ Այսինքն ինքը իմ երկրի, իմ ապագայի, մեր բոլոր երեխեքի ապագայի թշնամին է։ Թշնամի։ Իրանց ինչ չի կարելի ասել։ Դա չի, որ մենք վատն ենք, իրանք մեզ ստիպում են դա անել, որովհետև եթե, ինչ ասեմ, բարոյական միջոցները չի ազդում այդ մարդու վրա, դու անզեն ես մնում, դու դատարան չունես, չես կարա, քո վրա չեն հարձակվել, որ կրակես, համարես ինքնապաշտպանությունը,
Ինչ է, դու ասում ես, մարդուն չի հասկանում, խորհուրդ ես տալի, չես, կոպիտ տոնով ես ասում, չի հասկանում։ Ինչ ասես, որ կանգնեցնես դրանց այս դավաճանական process-ը։ Անես չի իրանք չեն հասկանում իրանք ինչ են անում, իրանք հասկանում են ինչ են անում, բայց անում են։ Ինչ որ մի բանի դիմաց անում են, ես թքած ունեմ ինչի դիմաց են անում։ Դրանից ես ասում, ես ոնց, չնայած ինձ դուր չի գալի ինչ որ ես իրանց ասում եմ, թեկուզ են բառերը, որ մեկ-մեկ մտքում, եւ բայց ես ասելու եմ։ Որտեղ դա մինիմումն է, որ ես կարող եմ ինձ թույլ տալ։ Քանի դեռ իրենք այդ գծի մեջ են։ Լսենք Թաթոյանին։ Վատ լուր ունեմ ճակերտավոր խաղաղություն բերած ԿՊ ղեկավարի ու նրա պրոպագանդիստների համար։ Օսի մեդիա միջազգային հայտնի լրատվամիջոցը երեկվա այս հրապարակումով պատռեց ուղղակի Հայաստանի իշխանությունների անամոթ դեմքը, որոնք իրենց կեղտոտ բառապաշարով հերքում էին այս ընթացքում իմ հրապարակումները, ասելով թե Արևմտյան Ադրբեջան կազմակերպությունը ընդամենը ՀԿ է, կապ չունի այդ երկրի իշխանության հետ, որ բանի պետք չի դնել այդ կազմակերպության գործունեությունը ու որ իրենք իբր հաստատել են խաղաղություն։ Օսի մեդիայի այս բարձրակարգ հետաքննությունը ամբողջությամբ ապացուցեց այն, ինչ ես արդեն տարիներ շարունակ ասում եմ։ Ու ես հիմա 5 հիմնական ուղղությամբ ցույց կտամ, թե ինչպես են մեզ մոլորեցնում։ Կեղծիք համար առաջին, Արևմտյան Ադրբեջան կազմակերպությունը ՀԿ է ու կապ չունի Ադրբեջանի իշխանության հետ։ Ուրեմն ես հատուկ ասում եմ, որ սա Հայաստանը զավթելու կոնկրետ ռազմավարություն է։ Սա 100 հազարավոր ադրբեջանական քաղաքացիներով Հայաստանը բնակեցնելով մեր երկիրը օկուպացնելու ծրագիր է։ Նրանք հատուկ են ստեղծել հասարակական կազմակերպություն, իբր հումանիզացրել են, մարդասիրական բնույթ են տվել, մարդու իրավունքների հարցեր են, բա որ գնան աշխարհին էլ ասեն, գիտեք ինչ կա, բահում ենք, չենք զավթում Հայաստանը, սա մարդասիրական ծրագիր է, բայց նրանք սրանով նպատակ ունեն փոխել մեր երկրի ժողովրդագրական կազմը, այսինքն քչացնել ու վերացնել ընդհանրապես հայերին եւ բերեն ադրբեջանցիներ, ադրբեջանի քաղաքացիներ ու ամբողջությամբ դարձնել նրանցով բնակեցված։ Եվ այստեղ շատ կարևոր է նաև նկատի ունենալ, որ 2022 թվականի դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահը հատուկ շնորհանդեսի ժամանակ ազդարարեց, որ սկսում են մեծ վերադարձի հայեցակարգ, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան կազմակերպության ներքո, հատուկ նշեց, որ դա հենց իրենք են մշակել, որ իրենց աջակցությամբ է իրականացվելու, ուղիղ ասում է մարդը, եւ հստակ նշում է, որ այն նախկինում, քանի որ կար Ղարաբաղի խնդիր, չէին կարողանել եւ ասում է, որ հիմա լուծել ենք, այ անցել ենք դրա իրականացմանը։ Այստեղ կարևոր երկու պայման է նշում այս ծրագրի համար։ Ուրեմն պայման համար 1, որ պետք է, ինչպես ինքն է ասում, Հայաստանը ապա բնակեցվի, այսինքն սա նշանակում է արտագաղթ տեղ ունեցա, դատարկեն հայերը, հայերից դատարկվի Հայաստանը, չլինեն հայեր Հայաստանում առհասարակ, ու ամեն ինչ նրանք պետք է անեն այս նպատակի համար։ Եվ երկրորդը, որ նշում է, պետք է Հայաստանում եւ կա ու պետք է լինի հիասթափություն, հուսալքություն, այսինքն ինչ է նշանակում, մի մասը հիասթափվում է, մնում է, հուսալքվում է, որ մնում է եւ ասում է, դե ինչ անենք, այդպես է, սենց է պետք է որոշվել, էլի, սենց է լինելու էր, որոշված է ի սկզբանե։ Իսկ մյուս մասը, որ չի համակերպվելու, այդ թողի արտագաղթի գնա։ Այսինքն ժողովուրդ ջան, այն ինչ հիմա մեծ հաշվով տեղի է ունենում ու բոլորը սրանով լծվել են կոնկրետ մարդիկ փողեր են ներդնում, մեծ փողեր են դնում, Ադրբեջանի նախագահի աշխատակազմը ֆինանսավորում, հրավիրում են փորձագետներ, մասնագետներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, Միջին Արևելքից, Ասիայից, Եվրոպայից, հոկտեմբեր ամսին, ընդամենը մի քանի օր առաջ Գերմանիայում ու Բելգիայում տեղի ունեցել երկու միջազգային միջոցառումներ, քարոզարշավներ, այս Արևմտյան Ադրբեջան կազմակերպության համար հենց իշխանության հովանավորությամբ։ Դրանից բացի Օսի մեդիան շատ ճիշտ բացահայտել էր, մենք էլ էինք սա արձանագրել, որ այս կազմակերպությունը ուղիղ վերահսկողության ներքո է գտնվում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից, նրանց ամբողջ քարոզարշավը, գործունեությունը, ուղղությունները հանձնարարում է, հրահանգավորում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, անգամ պրես ռելիզները, պատկերացնում եք, հաղորդումները մամուլի համար անում է, գրում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։ Իսկ ինչ է անում Հայաստանի պոպուլիստ իշխանությունը, անպատասխանատու իշխանությունը, թիթեռ է նկարում, այ թե ինչ է անում։ Վեհարան է ազատագրում, որ ադրբեջանցիները 100 հազարավոր գան, ադրբեջանական քաղաքացիները, այստեղ հող ու ապահով ապրեն։ Երկրորդ կեղծիքը այն մասին է, որ այս կազմակերպությունը, քանի որ ՀԿ է, դրա տրամադրած անձը հաստատող փաստաթղթերը ընդամենը անդամատոմսեր են։ Ես ասեմ, որ սա կեղծիք է նույնպես։ Հիմա ես ձեզ տեսեք ցուցադրեմ տարբեր
այս անձը հաստատող փաստաթղթեր, տեսեք ընտանիքներով, հստակ համակարգված, ցուցակագրված 100 հազարավոր մարդկանցով 300 եւ ավել բնակավայր են Հայաստանի պահանջում բնակության համար, նշում են, որ պետք է այդտեղ բնակեցվեն ադրբեջանցիները։ Եվ սա այնպես է արված, որ դառնա անձնագրի հիմք հետագայում եւ նրանք բնականաբար այս ծրագրի համաձայն պետք է պահպանեն Ադրբեջանի քաղաքացիություն։ Այս այլ ինչ է նշանակում, որ Ադրբեջանը օրինական իրավունքներ է ունենալու պաշտպանել այդ մարդկանց իրավունքները Հայաստանում։ Այսինքն պատկերացրեք, եկել են ապրում են Հայաստանում, կոնֆլիկտ եղավ հայերի հետ։ Հնարավոր է, չէ՞, մանավանդ հնարավոր է նա հաստատ լինելու է, որովհետև սա նաև հովանավորում է Ադրբեջանի իշխանությունը այս ատելության ու թշնամանքի պայմաններում, ինչը տեղի ունենալու։ Մի հատ ադրբեջանցի, ասենք թե վնասվեց։ Ադրբեջանի իշխանությունը նախ պահանջելու է խիստ պատիժներ հայերի նկատմամբ, ավելին ադրբեջանական քննիչներ, դատախազներ են գալու այս գործերի քննությունն են իրականացնելու։ Դրա համար է նաև որ նրանք իբր սրա անվան տակ անվտանգություն են պահանջում։ Ու տեսեք հələ մյուս կեղծիքը ինչի մասին է, որ իբր այս ծրագիրը ոչ մի կապ չունի Հայաստանը կամ Հայաստանի նկատմամբ նրանք զավթողական ոչ մի նպատակ չունեն։ Սա նույնպես կեղծիք է, որ Իհարկե չեմ կարող ամբողջը ցուցադրել։ Բայց հասկանում եք, ինչի մասին է խոսքը։ Հասկանում եք, չէ՞ որ միակ բանը այս ամեն ինչը կախելու, դες ճիվաղից ազատվելու մեջ է։ Կրկնում եմ ամենայն պատասխանատվության։ Ցանկացած մեկը, որ աջակցում է վիժվածքին, ինքը իմ երկրի թշնամին է։ Ինքը իմ անձնական թշնամին է նաև։ Անկախ նրանից ինքը ով է, անկախ նրանից ինչ հարաբերությունների մեջ եմ ես եղել կամ հիմա եմ, ցանկացած մեկը, ով աջակցում է Փաշինյան Նիկոլին, պետք է շատ լավ իմանա։ Ինքը իմ ու իմ երկրի թշնամին է։ Այսինքն ես իրանց նկատմամբ գործելու եմ ըստ դրա։ Ըստ իմ ունեցած ռեսուրսների եւ իմ պատկերացումների ոնց են թշնամու հետ վարվում։ Անկախ ստատուսից, հարաբերություններից ներում բեկում չկա տեղ։ Ու մենք բոլորս այդպես պետք է լինենք։ Բոլորս պետք է լինենք տոլերանտ դրանց նկատմամբ։ Լինել նշանակում է մի օր սա իրականացնել, այսինքն դու տոլերանտ ես մեկի նկատմամբ, որ իր համար միևնույնն է, քո հետ ինչ է լինելու, նույնիսկ իր հետ ինչ է լինելու։ Ինքը կարող է մտքին ունի, որ հա դե լավ, մի օր էլ եղավ ես կթռնեմ մեկը։ Բայց ինքը հոգամա չի որոշել, որ դե պետք է թռնես։ Ինքը իր համար է որոշել, որ պետք է թռնես։ Ինքը թքած ունի քո հետ ինչ է լինելու։ Թքած ունի, որ քո համար այդ երկիրը կարևոր է։ Թքած ունի, որ դու չես ուզում թռնես ոչ միտեղ։ Որ հորդ մորդ չես ուզում թողնես գնաս, մանկությունը, հիշողությունը, ժառանգությունը, պատմությունը չես ուզում թողես ու գնաս։ Ում Թուրքին։ Մի ցեղի, որ 20-100 տարի առաջ ինքը գոյություն չուներ։ Մի ցեղի, որ այդ քաղաքը հայերն էին պահում։ Մի ցեղի, որ այդ քաղաքի փաստության համար թուրքերից հայերն էին կռիվ տալիս։ Մի ցեղի, որ իրան որոշում են սև ոչխարի հոտիցա, թե սպիտակ ոչխարի հոտիցա, հասկանում եք։ Այս ընթացքում էլ Ռուսաստանի նախագահ Նևսկու Ալեքսանդր Նևսկու իշխանությունը տալիս Եզրաս arczepiskopos Nevsisyan։ Հոյակապ։ Դե արեք հասկանանք ինչ անում հիմա Պուտինը։ Ինչի է, սենց հենց հիմա այս օրերին սա անում։ Երկու տարբերակ եմ մտածում։ Որ սենց ցույց է տալի, որ Գարեգին դու պրոբլեմ չունես, քո կողքին է, բայց ոնց դու պրոբլեմ չունես։ Եթե Գարեգինը պրոբլեմ չունենար, այսինքն դու ընտրում ես Գարեգինի Նիկոլի նկատմամբ, Նիկոլը վաղուց պետք է Նավիչոկի հետ բարետված լիներ եւ իր վերուս Երուսաղեմում սավառներ իր համար։ Պատեր հողի տակ։ Ես ուրիշ ձև եմ սան նայում։ Օգնում է Նիկոլի սրանով։ Որ ասի Նիկոլ, այն որ դու քսի ես տվել սրանց վրա, ճիշտ ես անում, սրանք իմ լաճերն են։ Դավայ։ Նիկոլը Էսի օգտագործել է ու Պուտինը մեծագույն ծառայություն է մատուցում Նիկոլին։ Բա Եզրաս։ Բա Գարեգին։ Դրա համար էլ տեսեք դες փուրն է տալիս։ Ձեզ նվեր տալով մատաղ անում Գարեգին։ Ձեր դոշից մեդալ է կախում, որ ձեզ մատաղ անեն։
թքած ունի ձեր վրա, ինքը հենց հիմա օգնում է Նիկոլին։ Որ վաղը իր բանի տղեկը, իր պրոպագանդոններ ասել են, դե մեկ առան կտիշյանները, կտիչները, ներսիսյանները Ռուսաստանի ձեռքից նվեր են ստանում, մեդալ են ստանում։ Իրանք չեն ասելու, որ Փաշինյան Նիկոլը թուրքական ծրագիր է իրականացնելու։ Իրանք խոսալու են, որ դուք ռուսական ագենտ եք, որ էլի ճիշտ է, բայց իրանք դա բերելու են, որպեսզի խլացնեն այս ամբողջ թուրքական դավադրությունը մեր դեմ։ Հասկացաք Գարեգին։ Էս էլ էնի, որ ձեզ այն կախած ворտնած ուղեղի մեջ մտել է, որ Ռուսաստանը ձեզ պահելու է։ Հենց հիմա Ռուսաստանը ձեզ փողն է տալիս։ Չգիտեմ, կարողացաք այդքանը հասկանաք, թե չէ։ Այսօր էլին է։ Էնելու Ալեքսանդր Նևսկու։ Միֆ, թուջ լեգենդ ռուսական։ Այսա սուսպուս գնացել ստացել է։ Բապդիստը ցույց տալի քնիկո։ Իրան թվում է, որ ինքը հիմա ցույց է տալի, որ ինքը Պուտինի հետ է դնում ապահովա։ Չէ, դու կորա դա։ Վայ, ուղիղ բաժանախ։ Լիճ գյուրի դպրոցն են։ Լուծարը։ Լիճ գյուրի։ Էլ կրթությունը նորաձև չի։ Էլ մի պիրյուդ էր նորաձև։ Քան է զիբիլիկատուն ստեղ էր Հայաստանում էր, այդ պիրյուդում, այդ ընթացքում կրթությունը նորաձև էր։ Քանի որ արդեն Չինաստանում է, վերջ դպրոցները պետք է փակվի։ Դպրոցները պետք է փակվի, բայց դիմացը տեղը ադրբեջանական դպրոցներ է բացվելու։ Նա լսենք սրանք ինչ են ասում ես, ինչին են նախապատրաստում։ Նայեք այս դևին, հիմա լսեք այս դևին։ Գիտեք, շատ հետաքրքիր է, որ մենք երբ որ այս ծրագրի մասին խոսում էինք օրինակ 3 տարի առաջ եւ խոսում էինք հենց ինքներս, որովհետեւ եթե կհիշեք, կառավարության ծրագրում առանձին թիրախ է դրված, որ տարածաշրջանային լեզուների ուսուցում խրախուսենք մեր դպրոցներում 21 թվականին կառավարության ծրագիրը ընդունվեց, այդ կետը գրված էր, մենք դրանից հետո աշխատանք տարանք, մեծ հետազոտություն իրականացրեցինք դպրոցների շրջանում, 400 դպրոց ցանկություն էր հայտնել, որ որևէ տարածաշրջանային լեզու կուզենա ուսուցանել, ընդ որում նրանց մեծ մասը ընտրել էր թուրքերենը։ Բա, ասում եք հիշում եք, չեք հիշում եք 21 թվականին դες ծրագիր ենք առաջարկել, դուք էլ քվեարկել եք։ Չեք հիշում դուք։ Դուք քվեարկել եք Արցախի անկախության համար, իրանք ասում են անջատում հանուն փրկության, բայց իրանք տակը սղսկել են, ոչ տարածաշրջանային լեզուներ պետք է ուսումնասիրենք։ Տարածաշրջանային լեզուների մեջ մտնում են վրացերենը, Իրանի պարսկերենը, հա։ Ով է դրա համար քվեարկել ես, ոչ մեկ, բայց ասում եմ, իհարկե դու քվեարկել եք, չէ՞ դրա համար։ Եվ 400 դպրոց որոշել են նրանց մեծ մասը, որ թուրքերեն է իրանց պետք։ Բա հիմա հայկական դպրոցները փակում են թուրքական տեղը բացելու համար։ Դրա համար են նժդերը ֆաշիստ էր, բա։ Այստեղ մենք ունեցանք կադրերի լուրջ խնդիր, որովհետև բնական է ցանկություն կարող են Կադրերի լուրջ խնդիր ունենք, հիմա պետք է բանը, սա թուրքեր պետք է ներմուծեն։ Կադրի մեծ ցանկություն կա, մեծ պահանջարկ կա արդեն Ադրբեջանի սովորել, հիմա պետք է կադրեր։ Եվ մի 400 ընտանիք ու մենակ չեն գալու այդ մարդիկ։ 400 բերելու են։ Սա մասին չեն խոսալու, խոսան, որ կտիչը բանը ռուսական ագենտ է։ Հիմա ես ասեք տեսնեմ։ Կտիչը ում օգտին է աշխատում, Փաշինյան Նիկոլի թե Հայազգի։ Ներսիսյան եղբայրները, ում բարեկամներն են, Հայազգի թե Նիկոլի։ Ռոբերտը Նիկոլի բարեկամն է, Սերժիկը Նիկոլի բարեկամն է։ Կտիչ դու ում բարեկամն ես։ Պուտինը ձեզ տես ոնց է փչացնում։ Որտեղ դու Հայազգի բարեկամը լինեիր։ Մի քիչ։ Դու հենց այն սկզբից աթոռակից կդնեիր ու կգնայիր թոշակին, որ քո այս խոսելույցամբ եկեղեցին այս վիճակի մեջ չգցեին։
Դեմա ունեք են ինչ ունեք։ Ունենալ, բայց մասնագետներ պիտի ունենան, որպեսզի ուսուցում իրականացնեն եւ դրա պատճառով շուրջ 3 տասնյակ դպրոցներ է, որ կարողացան տարբեր տարածաշրջանային լեզուների ուսուցանում իրականացնել։ Ավելի ակտիվ է իհարկե պարսկերենը, որտեղ կան ավելի մեծ հնարավորություններ, նաեւ դեսպանատան հետ համատեղ աշխատանք կա եւ դեսպանատունն էլ աջակցում է թվում պարսկերենի իմացությունը բարելավելու։ Վրացերենով ունենք 3 դպրոցներ, ադրբեջաներենով ունենք 3 դպրոցներ։ Ադրբեջաներենը արդեն ունեն 3 դպրոցներ։ Լսեցիք։ Եվ ես միայն պետք է խրախուսեմ, որպեսզի մեր ավելի շատ դպրոցներ տարածաշրջանային լեզուներ ուսուցանեն, որտեղ մենք ապրում ենք այս տարածաշրջանում, լեզուների ուսուցանումը նաև միջոց է ճանաչել մեր տարածաշրջանը։ Բա անգլերենով, ռուսերենով, հայերենով մենք չենք կարող ճանաչենք տարածաշրջանը։ Մենք պետք է թուրքերեն սովորենք, որ տարածաշրջանը ճանաչենք։ Ադրբեջանում դպրոցներում հայերեն չեն սովորում։ Կան տեղեր, որ հայերեն սովորում շատ որոշակի նպատակով։ Ադրբեջանի դպրոցներում սովորում են հայերի ոնց է պետք սպանել։ Այդա սովորում են։ Յոթ։ Կամ մենք կամ սրանք։ Ուրիշ ընտրություն չկա։ Ով ձեզ փորձում է համատեղել, նշանակում է ասի սպասի միջև քո վիզներ կկտրեն։ Ուրիշ համատեղելու բան չկա, սա վերաբերում է բոլոր ուժայիններին։ Բոլոր, չգիտեմ, այնտեղ կան իր գլխի բերետը, կանաչա գլխի բերետը, ինքը կապուտ է, վարդագույն է, կապ չունի։ Սա ձեզ էլ է վերաբերվում։ Եթե դուք միջև չեք հասկացել, տեսեք եկեք այն նախքին բանը։ Ահա պաշտոնակատար ինքը խոստովանեց, որ ինքը հասկացել է։ Հետաքրքիր է, ինչ որ միջոցառումներ անում է այդ ուղղությամբ, թե չէ։ Ու ինձ հետաքրքիր է, Իրանից բացի էլի կան մարդիկ, որ հասկացել են։ Տղեկ, մի բան անում եք դուք։ Դուք չեք կարա սպասեք, տղեկ։ Որովհետև այն հասարակ այն մարդ են թոշակառուն չի կարող դա անել, դուք պիտի անեք։ Դուք եք ուժայինը, դուք եք ոչ ուբարով տղամարդը։ Ձեր ձեռն է այդ լծակները։ Այդ լծակները ձեր ձեռն է, ոչ թե համապատասխան տեղը, որ դուք խեղճ մնացել եք։ Սա էլ է խոշոր երջերավոր անասունի բանն է, առաջին օգնականն է։ Մի տունը վաճառել է մի քանի անգամ։ Բա, ոչ ցույց տա, այդ գումարը որտեղից է առաջացել։ Տուն են վաճառել, ո՞ր տունը, սա։ Բայց իսկան, էլ են վաճառել։ Մի տունը մի քանի անգամ վաճառել է, ոչ ցույց տա, ասենք այդքան գումարը որտեղից է։ Բա։ Լրիվ զտարյուն կպայական է, զտարյուն։ Հիմա ինչ ուզում եք գրեք, ինչ ուզում եք մի գրեք, դա ձեզ չի փրկելու։ Ուզում եք մի տունը ցույց տվեք, որ 20,000 անգամ եք վաճառել, դա ձեզ չի փրկելու։ Վայ համայնքի ղեկավարն է, էսի։ Կնոջ ՍՊ-ին ինչքան 100 քանի միլիոն 1 միլիարդ վայ կներեք 1 միլիարդ 93 միլիոն դրամ հետո ասում է ոնց չլինես ԿՊ-ական ոնց չլինես ԿՊ-ական դե փողերի հետ է մարդիկ խաղում ընդ որում սա 16-17 թվականներին Սերժի ժամանակ Էլի խոշոր չափերի հափշտակումների համար էլիս ոլորտից դատվել է, քննական գործ է եղել։ Բայց դե ինչ, հետո մի անգամից ասում ես, չէ, ես արդեն ԿՊ-ական եմ, դառնում ես էլի համայնքի ղեկավար, եւ այս ամբողջ բյուջեից փաստորեն 537 միլիոն դրամ պայմանագիր է կնքում սեփական կնոջ հետ։ Դե իմաստանցից դե ինձ ասեք, որ այս ասում են նախքի խնդալս գալիս է։ Էսի նախքիների ժամանակ նույն գործով զբաղվել, էլ քրեական գործել վրան եղել է։ Հիմա էլ ԿՊ-ական է, նույն բանը շարունակում է։ Կար է մի հատ իդիոտ, որ կասի նախքիններ, ներկաներ, բան սրանք։ Կա, ուզում եմ դեմքին նայեմ, էլի։ Հիմա լսենք այս լրագրողները բանի ինչ են անում։ Դե լսենք սա։
Մեր արդյոք փակում եք։ Այսինքն քրիստոնյա մարդու առջև մեր առաջնորդանի դուրը փակում եք։ Չէ, արձանագրենք փաստը, որ հայ առաքելական եկեղեցու հետևորդների առջև դուրը դրմփոցով, շրխկոցով փակվում է։ Նիկոլի ժողովրդավար հոր երկրում, այսինքն բռնապետություն է։ Լսեք, ես ձեզ ասեմ, 2 տարի հետո մահմեդություն է այս երկրում մնելու, քրիստոնեություն։ Չենք թողնելու, իրենք ամեն ինչ Այա դեմքը տնչես փակում, կոման են ասում, նա մահմեդական ես դառնալու, քեզ կրտելու են, կրտելու։ Քեզ չեն թլպատելու, քեզ կրտելու են։ Ինչ ես դեմքը շուռ տվել։ Հիշում եք ես մի հատ տեսարան կարելի ցույց էի տալի, ասեցի ալա իքա մարդ ես, մայորի ուսադիրներով, պարզվեց մայոր չէ տիպանը, գնդապետ ա եղել։ Ոքի մանր է դրված այդ մանր աչքիս։ Ինչ որ է։ Գնդապետ, սա է փող գնդապետը։ Ալա ձեզ ինչ են սարքել, հասկանում եք, ձեզ սարքել են շարքային, սերժանտ։ Ոնց քեզ ասում են, արա, քեզ մահմեդական են սարքելու 1-2 տարվա մեջ։ Դու փոխանակ գերինը մտես, դեմքդ ես շուռ տվել։ Դու ընտանիք ունես, դու երեխեք ունես, դու կին ունես, ծնող, բան։ Դու քեզ մարդ հալա համարում ես, դեմքդ շուռ միտ ու նայի մարդկանց, քեզ բան են ասում, քո համար են ասում։ Անելու են, բայց չենք թողնելու։ Մահմեդականությունը տարածվել այս երկրում։ 2 տարուց հետո սրանք մսկիթներն են պահելու։ Սրանք չեն հասկանում, որ մեռոնը։ Խնդրում եմ, դու քրիստոնյա ես։ Ասմասան չեն հասկանում, կողքին են նայում, արա մի բուր հող կերեք մեռեք էին արել, բան եմ ասում արա։ Մարդկության, տղամարդկության նշույլ ցույց տվեք, որ դուք բույս չեք, մարդ եք, արժանապատվություն ունեք։ Որ քեզ նեղում այն հանգամանքը, որ դու կարող ես քեզ մահմեդականացնել։ Որ աղջիկներդ հարճ դառնան։ 2 տարի հետո սենց որ գնաց, ոչ թե երեխեք են կորելու, միայն։ Ձեր աղջիկ երեխեքն տուն չեն գալու։ Դուք չեք իմանալու ով ուր կարավ, ինչ արեց, կամ արեց, չարեց, բերեց, թողեն գոնե տուն գա, թե չեն տանի։ Թե օրգանների տակ խուրդ են կգնա, արա դուք մարդ եք, դուք արա։ Ունենք ձեր ճակատին, պարոն փոխգնդապետ, մեռոն ունենք ձեր ճակատին։ Ամեն ինչ ունենք, կներեք։ Խնդրում եմ, մի խոչընդոտեք։ Մի խոչընդոտեք։ Հիմա ներսում քննչական գործողություն է կատարվում։ Հասկացա։ Հիմա դուք ներս չեք կարող մտել, որտեղ ես որևէ բան չեմ կարող։ Ասեք, ես ինչով եմ խոչընդոտելու։ Որտեղ գործողություն է կատարվում, որտեղ ինչ գործ Ու սա փոխգնդապետը, սա չի հասկանում նույնիսկ ինքը ինչ ասում, այդպես դեպքերում ինչ պետք է ասեն։ Չգիտի ինտեղ ինչ է կատարվում։ Իրանց ասել են այ ես կանգնից տեղ, մարդ չթողես ներս։ Ինչ է տանում։ Վերջ, ով ասե, ինչի ասե, իրավունք ունի, թե չունի, հարցերը չեն տալի։ Իրաց մոտ հարց չեն տալի, ընդ հարց տվող չկա։ Հարց տվողները չեն դառնում փոխգնդապետ։ Ու իրանք չեն հասկանում, որ այս փոխգնդապետի ճանապարհը այսօր հասնել փոխգնդապետ, գնդապետ, գրողի ծոց ելնեք, ինչ ուզում եք ելնեք։ Նշանակում է դուք թուրքի գործիք եք, արա ձեր երեխեքի վիզը կտրողը դուք եք, ձեր սեփական ձեռքով, արա դուք մարդ եք։ Ո՞ւս չեմ հասկանում, մեր ա բերել, թե արագիլն ա ձեզ բերել։ Գործողություն։ Բաց թափանցիկ խոսեք հանրության հետ։ Բաց թափանցիկ խոսեք։ 2018 թվականին, երբ որ մարդիկ քացով կոտրում էին ռադիոտան շենքը, այն ժամանակ դուք լռում էիք եւ որևէ մեկին չէիք ձեռքակալում։ Մի րոպե, դուք հասարակական կարգը ինչի չէիք պահում 2018-ին, երբ որ ռադիոտան շենքի վրա գրոհեր իրականում քացով բացում էին դուռը։ Հիմա առաջնորդարանի Ախ, ինչքան բան կտայի, եթե որպեսզի չտեսնեի հայ տղամարդը ոնց է փախնում հարցերից, վау։ Հասկանում եք, այս ամեն ինչի հետ միտեղ ես կորուստ եմ զգում, հայ տղամարդու կերպարի կորուստ։ Հասկանում եք, չի կարա հայ տղամարդի կերպարը սենց լինի։ Որովհետև եթե սենց է, նշանակում է իրանից ծնված տղեն էլ է սենց լինելու, եթե տղեն սենց է, նշանակում է իրանից ծնված աղջիկը մտածելու է, որ տղան սա է։ Փախնող, գծուց, ոչնչություն, հարցերից փախնող, անգրագետ, հասկանում եք, սա ողբերգություն է։ Սա պետք է սերունդ չունենան։ Չպիտի ունենան, որովհետև իրանց նման են մեծանալու։
Դուրը ինչ է փակել, ինչ իրավունքով։ Դիքին ջան, միրոպը ես այս գրավոր փաստաթուղթ, ինչ է հիմքը որ փակել եք առաջնորդայանի դուրը իմ մկրտված եք։ Պարոն Պողգնդապետ, դուք մկրտված եք։ Ով է ասել։ Ես եմ ասում, որ քնչական գործունեությունը կատարում իրավունք խնդրում եմ ինձ։ Արա այ դեբիլ։ Եթե քնչական գործողություն է կատարել, դու օրդերը որտեղ է դրա։ Դատախազի դատարանի որոշումով է, որ դու կարող ես մտնել ու քնչական գործողություններ կատարել վերանում։ Ցույց տուր, այ անգրագետ։ Բայց չէ, իրաց մոտ ինչ, ինձ ասել են կարա կանգնի։ Սենց աղը։ Դուք հասկանում եք, Պողգնդապետին ասել են, արա, դրա մոտ կանգնի ու մարդ չթողեցնես։ Պողգնդապետին, սերժանտի գործանում, դուք հասկանում եք, դուք ով եք դարել։ Դուք ծառայում եք մեկին, որ ձեր կոլեգային ընդամենը 2 օր առաջ Գյումրիում էին ոտնատակ արել, ոտնատակ։ Դրանից առաջ Բայք համայնքում, այդ նույն համայնքում, հիշեց այդ համայնքի անունը։ Դրանից առաջ Փարականում սպանեցին ձեր գործընկերոջը։ Ասում են դուք ով եք։ Դուք Պողգնդապետ արած դուք կանգնացել են դռանդեմի շուն։ Սենց կկանգնացնեն, դու կծեծեն, հետո կնվաստացնեն, կասեն գնա ինչ ուզում ես պատասխանի։ Գրողը տանի, ցես գրողը տանի։ Ես ում Բորիս Մուրազյանին լսենք, լավ գործանում, լսենք էլես։ Ընկերներ 24 ժամվա ընթացքում ընկերներս եւ ես կարողացանք բացահայտել 3 կեղծ դպիր կամ դպիրի հագուստով հանդես եկողներ, որոնք մասնակցել էին Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված կեղծ պատարագին Հովանավանքում, որը անցերկացնում կարգալույց քահանա Ստեփան Ասատրյանը։ Այդ կեղծ ինքնահռչակ կամ արդեն կարգալույց դպիրներից մեկը դուք տեսաք Արեզբուն իմաստով սեռաշեղված տեքստերով հայտնի մեկն էր փողոցային խուժանին հարիր վարքագծով եւ հայ առաքելական սուրբ եկեղեցում իր վարքագծով միայն վարկաբեկով, միայն իր ներկայությունը եկեղեցում բավական է որ խնդիրներ առաջանան։ Հիմա մենք բացահայտում ենք երրորդին արդեն հրապարակայնացնում ենք խոսքը Արթուր Հակոբյանի մասին է, որը մասնակցել է այս կեղծ պատարագին, ինչպես իր գնահատականը տվել է Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Ուրեմն այս մարդը Շեն ՍՊ-ի հիմնադիրն է, նաև հանդիսանում է Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժման անդամ, հիշում եք այս շարժումը կար 2018-ի իշխանափոխությունից։ Մենք բոլորս մոռացել ենք, չէ՞, շարժման մասին։ Ասում սրանք այս ժամանակ էին ուզում սանեին։ Բարձում է, ով է որ ակտիվ մասնակից է այս պրոյեկտին։ Այն ժամանակվանից վերբով կա եղել։ Շշմելու բանը, պատկերացրեք, երբ են պլանավորել։ 7 տարի առաջ պլանավորված է եղել սա։ Այն ժամանակ չկարողացան անել, հիմա այս նույն մարդիկ են մասնակցել։ Չի կարող սենց պատահականություն լինել։ Չի կարող ուղղակի։ Հետո վայելում էր իշխանությունների աջակցությունը եղել է Նիկոլ Փաշինյանի ակտիվ աջակից, մինչև այսօր էլ մնում է Նիկոլ Փաշինյանի աջակից եւ նաեւ Հովանավանքում փաստորեն կեղծ պատարագին մասնակցելով է ցույց տալիս իր հավատարմությունը Նիկոլ Փաշինյանին, շատ բան հնարավոր չէր բարձել այս մարդու մասին, այսինքն շատ բան հրապարակային հայտնի չի, միայն իր Facebook-յան էջից կարելի է հասկանալ, որ ոչ այդքան հազվադեպ սիրում է կիսվել կիսամերկ կանանց լուսանկարներով, ինչ որ գրառումներով, լուսանկար տեքստերով, ահա հերթական անձը, որի միջոցով Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, թե ինչպես է ինքը պատկերացնում, այսպես ասած, մաքրումը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Դեմա լսենք նրա մասին, ինչի մասին ինքը ասում է սկզբից։ Իր այդ մյուս դպիրի տեքստերը նա կարդում։ Ականջները փակեք, էսի 16+ է։ Հայկուլիկ գանցին ծնունդ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ցանկանում է այսպես ասած մաքրել հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Մի պահ, եթե անգամ վստահենք Փաշինյանին եւ փորձենք տեսնել, թե Նիկոլ Փաշինյանը ումով է փորձում մաքրել հայ։ Լես նկարի մեջի բանն է, եկել ծնկած են հետևի կանգնածները դեմքով դեպի դահլիճն են։ Ասեցի ձեր եկեղեցին է, թե որտեղ եք եկել։ Նույնիսկ իրանք իրար մեջ
Բոլոր իրանք են, չէ, նույնիսկ իրանց մեջ վստահ չեն, հսա գլուխը չեն ուտել ունդը, դեմքով դեպի դալիճ են նայում, իսկ մա լսենք կողքի են բանի մեջի կանածը ով ասա։ Առաքելական Սուրբ Եկեղեցին մենք կտեսնենք իր ծրագրի ամբողջ հրեշավորությունն ու իր անհատակ սրիկայությունը։ Ուրեմն վերջին երկու կեղծ պատարակներին մասնակցել է մի նախկին սարքավակ, կարգալուծ եղած սարքավակ, որի միայն Facebook-յան գրառումները մեջ կբերեմ ու դուք կհասկանաք, թե Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո կեղծ պատարակի ժամանակ ով է բարձրացել Սուրբ Խորան եւ պղծել հայ առաքելական Սուրբ Եկեղեցու կարևորագույն ծեսերից մեկը։ Եվ ահա ես ընթերցում այդ մարդու հրապարակային բաց արված գրառումներն ու մեկնաբանությունները։ Ռոբերտ Սարգսակ Աղազարյանը գրում է. Հայկուլիկ գանձին ծնունդ ստի լավը ալամ աշխարհակու, թե ես Հայաստանից փախել եմ, լավը իսկականից արդեն։ Մեկ այլ օգտատիրոջ պատասխանում է. դու մեծատառով չգամ։ Մի կնոջ մասին այս մարդը գրում է. մտեք է սպորտ էջն ու տեսեք ինչ է կատարվում, 8 ընդհանուր ընկեր ունեմ, ամոթ ձեզ, որ ես թուրքի քունին հանդուրժում եք։ Ահա այսպիսի բառապաշար, ահա այսպիսի հոգեկերտված, ահա այսպիսի հակահոգևորական վարքագիծ ունեցող մարդկանցով Փաշինյանը իբրև թե փորձում է մաքրել հայ առաքելական Սուրբ։ Ես ինձ ասում են, չէ՞, դե մասակավակը պարտադիր չի հոգևորական լինի դեպիրը, հա լավ, ասենք պարտադիր չի պրոֆեսիոնալ հոգևորական լինի, բայց հավատում հասկանում եք, չէ՞, որ մենակ այս որակի մարդը կարող Փաշինյան Նիկոլի կողքի լինի։ Եվ վերջը, այս էլ լսեք։ Բոդեսը կարգին գործ անում։ Եվ դուք գիտեք իրենք կնքվել են, Նիկոլ Փաշինյանը կնքվել է թե։ Այդ մասին ես հետաքրքրվել եմ հարգարժան հոգևորականներից այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը ծնվել է եւ ինչ-որ պատանեկության ժամանակ, միջև սովետական միության փլուզումը եւ փլուզումից մի քանի տարի հետո Տավուշի մարզում ոչ մի գործող եկեղեցի չի եղել։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի հայրը պիտի սուպեր հավատացյալ լիներ, որ Տավուշի մարզից վեր կենար գնար եսին որ մարզ եկեղեցի գտներ, այնտեղ կնունք կազմակերպել։ Հարևանները ասում են այդպիսի բան չեն հիշում, որ Նիկոլ Փաշինյանը կնքված լինի ինչ-որ։ Դա ինչ-որ տեսանելի միջոցառում կլիներ, չէ՞ որ վերցնեին տղային այդ գյուղից տանեին կնքեին։ Հետո կնքվել է Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ։ Ամուսնության կարգ կա, չէ՞, հայ առաքելական եկեղեցին ունի կարգ, այդ կարգով իրենք ամուսնացած։ Հետո երբ կդներ սովետի ժամանակ, որիկ արդեն որփանտեր մենակ Երևանում էր, հա, որ աչ ու ձախ գցելով նույնիսկ նրանց ով իրեն պահում էր օգնում էր համալսարանում, հա, նրանք էլ ասեցին, սա նման տականքը չկա, ու անիրադանին, այդ ընթացքում սա պետք է կնքվեր, այս պիղծը։ Չեն, այսինքն նաև այդ կարգը պահպանված չէ։ Իրենք հրապարակային ասել են այդ մասին երևի թե։ Հա, հիմա առաքելական եկեղեցին արգելում է ապօրինի հարաբերությունները որևէ մեկի հետ։ Եվ դուք բայց իրենք եկեղեցի են փրկում։ Եկեղեցի են մաքրում իրանք։ Ու այս абսուրդին, տեսեք, ես թքած ունեմ ինքը կնքված է թե կնքված չի։ Իմ համար դա ոչ մի բան չի փոխում, բայց երբ որ մարդ ասում է ես պիղծս եկեղեցի եմ մաքրում, դու արդեն նույնիսկ ասել մի վարքան է։ Ես կնքված եմ։ Ես հոգևոր կյանքով ապրող մարդ եմ։ Ես ինձ չեմ կարա թույլ տամ, ասեմ ես իրավունք ունեմ եկեղեցի մաքրելու։ Ես ամ կնքված եմ, ցանկացած կնքված մարդ էլ, որ թիվն էլ ուզում է լինի, իր կնունքի նկարները հաստատ ունի։ Որտեղ է կնքվել, ոնց, ամեն ինչ կա։ Բայց մեկը ես ինձ կյանքում չեմ կարա թույլ տամ ասել, որ ես իրավունք ունեմ եկեղեցի մաքրելու։ Այս պորնիկները համատարած, այս պիղծերը, ոչել են, որ իրանք կարան եկեղեցի մաքրել։ Դուք եկեղեցի չեք կարող մաքրել։ Դուք եկեղեցու ախորը կարող մաքրել։ Ուղղակի սա եկեղեցին ախոր չունի։ Ժամանակի երևի ձիեր կար, կովերին պահում, ասենք, տնտեսություն կար։ Դուք այդ ախորները կարայիք մաքրեիք։ Կամ Գարեգինին ու կճբանի ախպորը տանեք միտեղ, իրանք ապրեն, իրանց հետևից կեղտը մաքրեք։ Այ դուք էդի կարաք մաքրեիք։ Հետևից։ Այ իրենք միտեղ ապրեն, թքեն թափեն ամենին, հետո իրանց տակից այդ կեղտը դուք մաքրեք։ Այ դա կարող է իրավունք ունեք։ Եթե իհարկե Ներսիսյան եղբայրները դեմ չունեն նրան։ Նույնիսկ այդ համեմատության մեջ դուք հազիվ իրանց կեղտը կարող եք մաքրել։
Առաջ գնանք, արա գնանք աշխարհ, շատ կատաղած բաներ է կատարվում ու հետ գանք։ Թուրքիան բարկացա եւ քննադատում Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որ իրենց այս կոնֆլիկտի մեջ, իբր Իսրայելի կոնֆլիկտի մեջ, Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշել է Իսրայելին պաշտպանել։ Դա այսօր ընտրությունն է Նյու Յորքում եւ քաղաքապետի ընտրությունն է։ Եվ բոլորը խոճապի մեջ են, այն աստիճան խոճապի մեջ են, որ ինչ ասես հորինեցին, որ հանկարծ մամեդական է տեխնացում չանցնի քաղաքապետի տեխնացուն, քաղաքապետի պաշտոնին, նույնիսկ պատկերացրու Տեքսասի նահանգապետն է սպառնում նյույորքցիներին, սպառնում ուրիշ նահանգի նահանգապետը, որը լրիվ տրամփական է, աննորմալ, որտեղ նույնիսկ չի կարելի Իսրայելին քննադատելու համար դատում են այդ նահանգում։ Սպառնում է նյույորքցիներին, որ եթե հանկարծ ձեր մոտ էի ընտրվեց քաղաքապետ, ով հանկարծ տրամում է նահանգ, իր վրա 100% հարկեր սահմանել։ Շիզոֆրենիան տարել է արդեն։ Ու սա լավ է։ Սա լավ է։ Ինչքան sense վանալի, այնքան շուտ կպայթես փուչիկը, էլի, թալախապարը պետք է պայթի վաղ թե ուշ։ Իսկ ինչ վերաբերում է տեխնացուն, ես վստահ եմ, որ ինքը անցնել է։ Իսկ Իրանը վերականգնել է իր միջուկային ծրագիրը ու սպառնում է, որ դուք իրավունք չունեք ինձ կանգնեցնելու, ձեր հետ չի կարելի պայմանավորվել եւ ես մեծացնում եմ իմ միջուկային ծրագիրը։ Հիմա էլի սպիտակ տանը Դոնալդ Թրամփի ձեռը կրակն են ընկել, բացատրում են, որ դու չես կարա Իսպանիային վռնդես ՆԱՏՕ-ից, դու այդ իրավունքները չունես, որ Իսպանիան բաներ է կիրառում, սանկցիաներ է կիրառում Իսրայելի նկատմամբ։ Թրամփն էլ որոշել է, որ ինքը կարա Իսպանիային վերցնի ու վռնդի։ Նիկոլն է։ Հիմա իրան ամբողջ բանով, այդ կաբինետով, համոզում են, որ դու չես կարող անես դա։ Դու դրա իրավունքները չունես։ Ո՞նց ես անելու, բայց սա էլ օդվածն է, ցույց տամ, որտեղ Տեքսասի նահանգապետը սպառնում է նյույորքցիներին։ Սպառնում է, եթե հանկարծ այդ քաղաքապետը ընտրվեց ընկերը։ Եթե հիշում եք, ես վաղուց զգուշացրել եմ, որ մեծ խնդիրներ են ունենալու Ամերիկայի Միացյալ Նահանգների խոշոր հիմնարկությունները, մասնավորապես եւ Google-ը, եւ Facebook-ը, եւ IBM-ը, մեծ, որովհետեւ Չինաստանը արդեն ունի իր ծրագիրը, հրաժարվում է, ստեղծել է իր ներքին համակարգը, հրաժարվում է IBM-ից, հրաժարվում է Google-ի որոշ ծառայություններից եւ այդ մի ամբողջ շուկա հսկայական կորցնելու են իրանք։ Ու եղավ եւ փաստորեն մինչեւ նոր տարի 270,000 IBM աշխատող կարող է մնալ առանց փորձի։ Սա խայտարակ մեծ թիվ է։ Ինչ է։ Չէ, ներողություն, 270,000 ընդհանուր աշխատողներն է, դրանց մի մասը մինչև նոր տարի կոնկրետիվ չի ասում, բայց ահագին մասը փակվելու է։ Սա մենակ IBM-ը, բայց Facebook-ն էլ է իր երթին փակում, Google-ն էլ է իր երթին փակում։ Եվ էլի այն կամպանիաները, որոնք մեծ բաների մեջ են, մեծ շուկայում, մեծ տեղ ունեն չինական շուկայում։ Իսկ ինչ է նշանակում IBM-ի դուրս գալը չինական շուկայից, սա հիմա է փակում, իսկ մնացած երկրները, որոնք BRICS-ում են, հա, իրենց վրա դեռ ծախում է, վաճառում է IBM-ի իր պրոդուկտը, կամաց սկսել են օգտագործել չինականը, կամաց։ Իսկ հիմա Գերագույն դատարանն ուզում է ստոպ տա արկելի բոլոր տարիֆներին, ես հիմարի դրած տարիֆներ, ես սպառնում ասում եմ, եթե դու տես բան անես, շուկան կփլվի, թող ես իմ ձեռքով քանդեմ, դու մի կանգնեց սա, իրան ասում են դու այս ամբողջ տնտեսական կոլապսի հիմնական պատճառն ես, ոչ մի պատերազմ, ես նորից եմ կրկնում, ոչ մի ագենտ, պայմանավորված ամենասուպեր ագենտը չէր կարող Ամերիկայի Միացյալ Նահանգներին այս կարգի վնաս տալ եւ իմիջի, եւ ֆինանսական, եւ տնտեսական, եւ հարաբերությունների, եւ քաղաքական, ոչ մեկ չէր կարող այսքան վնաս տալ, ինչքան տվեց այս Թրամփը, ընդամենը 10 ամսվա մեջ, նույնն է ինչ որ այս Նիկոլը Հայաստանի հետ։
Նույն։ Ասան զգուշացնում է բանկի աշխատակիցներին, ոչ մի խոսքով բանկի աշխատակիցների կամ ԱԱԾ աշխատողների անունից զանգում են, ներկայանում են եւ նոր հանցագործությունների նոր փող թալանի փող քաշելու հնարքներ են մտածում մարդիկ, զգուշացում է։ Ժողովուրդ ջան, զգուշ եղեք։ Մեր ամբողջ, հիմա որ լավա գոնե զգուշացնում է։ Ամբողջ ռեսուրսը, հիշում եք, չէ՞, ինչ է ասում։ Ամբողջ ռեսուրսը տեսնում եք ինչին է ուղղված, որ արդեն դռների մոտ են կանացում փող գնդապետերին։ Հասկանում եք, չէ՞։ Ամբողջ ռեսուրսը ուղղված անդե։ Քաղաքական մասին, որ պահեն Նիկոլ իշխանությանը։ Դուք հույս չունենաք, որ այս մնացած այն որ պետքա տրամաբանորեն պաշտպանված լիներ, օրենքով, հա, այդ համակարգերով, դա պաշտպանված է լինելու։ Պաշտպանված չի, որովհետև ռեսուրս չկա, մարդ չկա։ Մարդ չկա։ Լավա գոնե զգուշացնում է։ Ուղղակի իմացեք այն բաների նման չընկնեք, որ կիլոներով ոսկի էին տարել TikTok-ով ձեռներից չար աշկից փրկելու համար։ Զում խնդրեմ այս ընկերներին լսենք իրենց։ Որ լսում ես, ասում է թոշակառուների թոշակը մենք եթե բարձրացնենք, միևնույնն է իրենք ոնց ասած սոված կմնա։ Պատկերացնում եք ինչ ասում։ Սա ֆինանսների նախարարն էր ասում։ Լսենք մեր հայրիկ ինչ ասում։ Դե հորդ միշտ մի գտալ ճաշ տուրելը մեկը լիքը ամանով է 10 ինքը սոված է մնալու։ Ճիշտ ասում։ Ես կարող եմ տալիս եմ։ Ասեմ ավելին, կարող չի էլ տալիս։ Շպրտելա ծերանոց։ Չէ՞ որ սրանց համար երբ որ Արցախը տվին, հազիվ տվինք բրցան, կարող բաներ, ծանրություններ ուսերից։ Հիշում ես։ Հիշում եք, չէ՞ ժողովուրդ ջան։ Կարող տենց էլ անել, ես ծնողներին ուղղակի ասենց բրախել են ծերանոցները, մի միշկլի եւ կլինի էլի։ Հազիվ բրցան։ Այդ չեմ ասում, բաբոդ անգամ մահանան տասնեն։ Այդ ծերանոցում ծախսերը ման հոգալու ծախսերը հոգալու խնդիր էլ չի լինելու, ինչքան մեծ բեռից են սրանք ազատվում։ Ես չեմ զարմանա։ Եթե մեկն ասում է հազիվ Արցախից բրցանք են բեռել ուսերից, թոք են վզներից։ Անասունի վզինն է թոք լինում։ Անասունի։ Դուք փաստորեն խոստովանում եք, որ դուք անասուն եք։ Հիմա եք անասուն, Արցախն է թոք է ձեր վզին։ Ընդունում եմ։ Չեմ կարող վիճեմ այդ առումով։ Չէ, ինչ է կարծում Փաշինյանը կարող է խաղաղություն բերել երկրին։ Չէ, ես ոչ մի հույս իր հետ չեմ կարող։ Ոչ մի լավ հույս։ Առավել ևս, եթե ազգակործան քաղաքականություն չտանի։ Ոչ։ Ոչ։ Դա Զանգեզուրը դատամարտ։ Բայց Զանգեզուրին դու չի գալու, Զանգեզուրան։ Դա ասեմ քեզ գիտես։ Ռուզմավորյանը ուզում ես եղի, ես պրամասով մարդ եմ։ Դարին չես պարենտան են դատե, նստել էլ ինքը լիհերիկա, բոլա։ Երկել։ Ինչի։ Անհնարին ագա։ Ոչ։ Դավաճամարտից երբեք չհավատաս, որ խաղաղություն կլինի։ Չգիտեմ։ Չէ։ Երբեք չհավատաս։ Բավեճել թոքի բայց էլի խառով։ Չեմ անում, չգիտեմ ես, եթե ես մենակ ես չեմ էլ աղշակ պետի համաձայնում են խաղաղություն տերեմ չի։ Եվս ռուզիկ ասկար սուտ է, բերմը կրցյար որ ասկար, Փաշինյանը խոսում է իր ասմա սուտ է, ինչ է դիք ասմա սուտ է, որդի աշկերն ապագում։ Այսօր իմ ընկերներից մեկի հետ էի խոսում, ընդհատեց ինձ ասում է, ինձ մի հարցի պատասխան էլի։ Դու ո՞նց ես այսքան հասցնում, ո՞նց է ուղեղիդ մեջ տեղավորվում, դու երբ ես հասցնում այսքան անես։ Ասի սուս ինձ հարցեր միտում։ Ես իմ այդ հարցին չեմ կարող պատասխանեմ, եւ որ ժամանակ ունենանք, ես այդ հարցին կպատասխանեմ։ Իրոք ես այդ հարցի պատասխանը չունեմ, որտեղ մի մեջ խոճապ կա, որ մենք կարողա չհասցնենք, որ սրանք կարող է մեզանից առաջ ընկնել, ուսած մեզանից առաջ են,
Այս թունելներ, այս ճանապարհը, այս ամեն ինչը պլանավորված եղել շատ շուտ, եկեղեցու քանդումը դեռ 18 թվականին, այս ամեն ինչը պլանավորված եղել, իրանք մեզանից առաջ են։ Ու մենք չենք կարող հանգիստ սպասել ինչա լինելու մեր հետ։ Իրանք հաշվարկել են, որ մենք հենց հանգիստ պետքա սպասենք ինչա լինելու մեր հետ։ Մենք չենք կարող։ Դա ասում ոնց ես ասում, չգիտեմ, երբ որ մտածելու ժամանակ կլինի, կմտածեմ։ Ես իմ խասյատը գիտեմ։ Հենց մի մեծ լարվածությունից հետո վերադարձ թուլանում եմ ու շապատներով ընկնեմ անկողին։ Սա բոլորիս է վերաբերվում, բոլորիս առողջությունից է գնում։ Բայց մենք հետո, եթե հիմա չանենք, հետո չենք կարող։ Եթե մենք հիմա չկասեցնենք ինչ-որ բան, հետո չենք կարող հետևանքները մաքրել, որը ավելի ծանր եւ ավելի թանկ, ավելի կորուստներով է լինելու։ Ինչ անենք։ Նախ էս տեսանյութերը պետք է ասեք, ես ամեն անգամ մոռանում եմ ասեմ։ Օգնեք ալիքի։ Տեսանյութերը տարածեք։ Ալիքի վրա ահավոր մեծ է հարձակումները։ Ահավոր։ Ես տեսնում եմ ալգորիթմի վրա ոնց է ազդում։ Հենց ինքը սկսում է թռնել, որ պետքա գնա մարդկանց, զգում եմ, որ ոնց որ նստած պատրաստ լինեն, ասես միանգամից հարձակվում են վրան, միանգամից ընկնում են ներքև։ Որովհետև իրանք հասկանում են որտեղից է վտանգը գալի։ Վտանգը գալիս է ինֆորմացիայից։ Այլընտրանքային ինֆորմացիան է իրանց ամենամեծ վտանգը։ Հա, որովհետև մնացած բոլոր ռեսուրսներն ուղղված են սա թաքցնելու համար։ Սա թաքցնելու համար է աշխատում ամբողջ հայկական մեդիան։ Իրանց համար ոչ մի բան այնքան վախենալու չի, ինչքան ինֆորմացիայի տարածումը։ Միակ բան, որ ես ձեզանում կարող եմ ակնկալել, այս ինֆորմացիայի տարածելն է։ Ու կռիվ տալ սրա համար, եթե մենք չտանք այս կռիվը, մեզ ոչ մի բան չի փրկելու։ Իրոք չի փրկելու մեզ ոչ մի բան։ Եվ պատմականորեն ես ձեզ նորից եմ ասում, հիշացնեմ։ Մենք չունենք բարեկամ։ Որովհետև նախ ինքներս մենք մեր բարեկամը չենք։ Այդտեղից է սկսվում։ Մենք ոչ թե չունենք համապատասխան շահեր մեր հարևանների հետ, ունենք, բայց մենք ինքներս հետաքրքրված չենք դրա մեջ առաջին հերթին։ Եվ քանի դեռ մեր նախաձեռնողականությունը չկա, մենք չենք իմանալու որտեղ է նստած սպասում այդ ակտիվությանը մեր պոտենցիալ դաշնակիցը։ Քանի մենք չենք կարող, մեկ էլ նես տեղից կարող է ինքը դուրս գա, որ մենք չենք էլ մտածում, բայց որպեսզի դա տեսնենք, հիշում եք մեր էպոսի մեջ, միջև Սասունցի Դավիթը, Պուճուր Դավիթը չորոշեց, որ ինքը իր գյուղի հարցներին չի տալի, այդ ոսկին չի տալու, միջև ինքը չորոշեց ամբոսնանա ջարդի այդ Բադին Կոզբադինի գլուխը, չպարզեց իր համար, որ ինքը զենք ունի, չեկավ պարավը, որ ասեց աղբեր ջան, լավ, եթե մտնում ես պատերազմի մեջ, գոնե հենա զենքերը տնդեղ գարաշում կանգնած է, հակո տանկնել անդեղ, Իսկանդերնել անդեղ, հակաօդային պաշտպանությունն էլ անդեղ, ամեն ինչ ունես, հենա գարաշում կանգնած է հանգարներում, էլի։ Բայց որպեսզի պարավը դա ասել, ինքը պետք է տեսնել, որ փոքրիկ Դավիթը ոտը խփել է գետնին, ձեռն էլ վերցրել է ինչ կա ու ձեռի շամփուրով էշի վրա նստած շամփուրով էր ուզում այդ գնալ այդ կռվին, անոր ասում է գիժ ջան, այ ցավը տանեմ, այ օգուտ ուզբան։ Ախր դու զենք ունես, ախր դու աջակից ունես, դաշնակից ունես, մեր պատմությունը, մեր էպոսը մեզ սովորացնում է։ Տեսեք, բոլոր հերոսները կան, մեծ խոսացողը կա, վախկոտը կա, հա, կռվողը կա, միամիտ։ Ինչ ասեմ, ամեն ինչ կա։ Մնում է մենք ուղղակի ականջալուր լինենք, մեր անձնական, մեր պատմական կենսափորձին ականջալուր լինենք։ Եթե լինենք, փրկություն կգա, եթե չէ, սա իր գործը կանի։ Հուսով եմ մենք բավականին իմաստուն ենք, հակառակ դեպքում այսքան չէինք ձգի էլի պատմության մեջ։ Այսօր այսքան, լավ։